Քրիստոնեության մեծագույն տոներից մեկն է քրիստոնյա աշխարհում Սուրբ Ծննդի հետ միասին հարության տոնը մեր մեծագույն եւ ամենակարևոր ու սիրված տոներից է։ Հարության տոնը, եթե կարճ ասենք, հաղթանակն է կյանքի մահվան նկատմամբ, ինչպես նաեւ հաղթանակը լույսի խավարի նկատմամբ։ Հիսուս Քրիստոսի հարությունը գալիս է մեզ ցույց տալու այն իրողությունը, ինչ որ պիտի տեղի ունենա նաև գալիքում։ Այսինքն, որ բոլոր մարդիկ, բոլոր մահացածները հարություն պիտի առնեն, երբ որ Հիսուսը երկրորդ անգամ գա աշխարհ։ Սա մեզ պիտի տա այն հույսը, այն ուժը, այն զորակցությունը մեր յուրաքանչյուր օրվա մեջ, մեր կյանքի ցավերի ու նեղությունների մեջ, առավել եւս կորուստների մեջ, որպես իմանանք, որ կյանքը մահից հետո ունի շարունակություն եւ Աստծուն հավատացող մարդու համար մահը դեռևս վերջակետ կամ ավարտ չէ, այլ Հիսուսի հարությունը ցույց է տալիս, որ գերեզմանից այն կողմ կա կյանք, այն ամենը, ինչը որ մարդու համար կարող է թվալ վերջ եւ ավարտ, Աստված այն կարող է դարձնել մի նոր սկիզբ, որը հենց հարության խորհուրդն է։ Սա է մեր հավատը մեզ ասելու, մեր կյանքի օրերին մեզ ցույց տալու, սովորեցնելու, պատրաստելու այն գալիքին, որ պիտի լինի, որպեսզի մենք հույսներս չկորցնենք եւ ինչպես որ Հիսուսի առաքյալն է ասում, միայն այս կյանքի համար եւ այս կյանքի վրա հույս չդնենք, որովհետեւ մեր կյանքը անկախ նրանից թե ով ինչքան կապրի, միևնույնն է անցողիկ է եւ ժամանակավոր։ Եվ քրիստոնեական աշխարհում, հատկապես ժողովրդական մասով շատ գեղեցիկ ավանդույթներ կան, որ առնչվում են հարության տոնի հետ, դրանցից է օրինակ առաջինը գլխավոր խորհրդանիշը կարմիր ներկված ձուն, որտեղ կարմիրը Հիսուսի թափած արյունն է խորհրդանշում, չէ որ հարության ճանապարհն անցավ Հիսուսի չարչարանքների ու տառապանքի միջով, որ ցույց է տալիս, որ կյանքում ամեն մի կարևոր բան հենց այնպես չի լինում, ամեն մի հաղթանակ հենց այնտեղից օդից չի լինում, այլ դրա մեջ կա աշխատանք, դրա մեջ կա չարչարանք, կա քրտինք ու տառապանք։ Իսկ արդեն ձուն, որ խորհրդանշում է ինքը աշխարհը, ցույց է տալիս, որ աշխարհը, այսինքն մարդկությունը փրկվում է Հիսուս Քրիստոսի արյունով։ Մյուս հետաքրքիր մասը ծլեցրած ցորեններն են։ Այդ կանաչ ծիլերը հենց հարության խորհուրդն է, կյանքի վերազարթոնքի, կյանքի շարունակականության։ Օրինակ, երբ որ այդ ցորենի հատիկը մենք դնում ենք հողի տակ, այնտեղ առաջին հայացքից կարող է թվալ, որ կյանքը ավարտվեց, բայց չէ որ հենց հողի տակ է, որ ինքը պիտի ծլի եւ նոր կյանք տա, որը հենց հարության այդ նոր կյանքի շարունակությունն է։ Եվ հետաքրքրական է նաեւ սեղանի ուտեստներից չամիչով եւ բրոնզով այդ փլավը, որը շատ այսպիսի մի խորհրդանիշ ունի, որտեղ եթե բրինձը խորհրդանշում է աշխարհ այդ մարդկությունը, բոլոր մարդիկ, ապա դրա մեջ չամիչը քրիստոնյաները։ Եվ մյուս ավելի նեղ իմաստը, եթե բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, ապա այդ չամիչը Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներին, Քրիստոսի առհասարակ առաքյալներին, ովքեր որ հարության ավետիսը բարի լուրը փոխանցեցին իլուր աշխարհի։ Օգտագործում է նաև սեղաններին դրվում է նաև ձուկ, որը քրիստոնեության ամենասկզբնական մասում, հատկապես առաջին շրջանում, երբ դեռ քրիստոնյաները հալածանքների այս ժամանակաշրջանի մեջ էին, ձուկը օգտագործում էր եւ ձկան նշանը որպես նշանաբան կամ նշան կամ բանալի քրիստոնյաներին իրար ցույց տալու համար, որն գալիս է հունարեն իղտիուս բառից, իղտիուս նշանակում է ձուկ, իսկ իղտիուս բառը, եթե յուրաքանչյուր տառ մենք բացում ենք, լինում է հայերեն թարգմանությամբ ասեմ միանգամից Հիսուս Քրիստոս Աստծո որդի փրկիչ, այսինքն իղտիուս Իեսու Քրիստո հյուոս թեոս սոտեր, Հիսուս Քրիստոս որդի Աստծո փրկիչ։